Բարև սիրելի հեռուստադիտող, բարև սիրելի ռադիոլսող, այսօր Armand TV-ի եւ Ռադիո Վան Գյումրիի եթերում մենք ունենք հիանալի հյուր, պատմաբան, ազատամարտիկ, տպագրիչ Մարդիկ Սարգսյանն է մեր հյուրը։ Բարև ձեզ, պարոն Մարդիկ ջան, բարով եք եկել Գյումրի։ Ոնց եք։ Անտիչ։ Շատ լավ է։ Պարոն Մարդիկ ջան, մենք կուզենանք մի քիչ պատմեք ձեր մասին, ձեր անցած ճանապարհի մասին։ Գյուղի տղա եմ, գյուղացի տղա եմ։ Ծնվել եմ ծառայողի ընտանիքում։ Մայրս խաղողագործ բրիգադիր էր, հայրս տրակտորիստ էր։ Կոմունիստների ժամանակ կային արհեստական գյուղեր, սովխոզներ։ Արարատի շրջանի վերջի մասը, որը արդեն սահմանակից էր Նախիջևանի հետ, անբնակ էր։ Եվ այդ կարիճոտ, օծաշատ, քարքարոտ տեղերում 5-6 արհեստական սովխոզներ առաջացրեցին՝ Երասխը, Արմաշը, Սրոյենավանը, Տիգրանաշենը եւ այդպես շարունակ։ Այդպիսի մի գյուղում էլ տեղավորեցին երիտասարդների, որոնք եկել էին տարբեր շրջաններից եւ այդպես հավաքվեց այդ գյուղը, որը անվանեցին Սուրեն Սպանդարյան անունով Սուրենավան։ Սուրենավան։ Արհեստական գյուղ, գեղեցիկ գյուղ, երիտասարդների գյուղ եւ բոլորը բանվորներ էին ու ծառայողներ։ Եվ այդ գյուղում էլ մեծացանք, բայց մեծ գյուղացներ տվեց ժամանակին, երիտասարդներ։ Դրանից հետո որոշեցինք դառնալ մանկավարժ։ Կներեք, այսինքն ձեր արմատները Մեր արմատները այդ գյուղ արհեստական գյուղ էր, մեր արմատները Արտաշատից էր։ Հետո ավարտելով բարձրագույնը ընտրեցի մանկավարժությունը։ Պատմամանկավարժությունը, որը բավական նետարքիր էր եւ Արարատի շրջանի տարբեր գյուղեր, որտեղ ուղարկեցին դասավանդել եք։ Հա, դասավանդելու գնացինք դպրոցներում։ Կինս էլ լեզվի դասատու էր։ Ինչ լեզվի դասատու։ Հայոց լեզվի դասատու էր։ Ես պատմության դասատու էի, ու այդպես աշխատեցի 22 տարի դպրոցներում, տարբեր դպրոցներում։ Հիմա ապրում եմ Արտաշատ քաղաքում։ Դուք ազատամարտիկ եք։ Հա։ 92 թվականին դպրոցի տնօրեն էի, նաև շրջկոմի դեպուտատ։ Որ սկսվեց Երասխի մարտերը մեր ինժեներներով, մանկավարժներով, բանաստեղծներով հավաքվեցինք եւ ճոկատ կազմեցինք մուշ անունով, ասում ենք մուշով, սասունով կհասնենք մինչև Վան։ Դրանից հետո բացեցին սասուն ճոկատը, կազմակերպեցինք եւ Երասխում սկսեցինք դիրքեր պահել, ձեռքեր նաև սովորեցինք կռվել։ Հասանք ազդարարին։ Առաջի թողարկումը 1796 թվական 94 թիվ։ Հոկտեմբերի 16 թվական, այո, քահանա Արություն քահանա Շմավոնյան։ Այո։ Ու մադրասում ձեզ շարունակվում է մինչև հիմա։ Հա, ասեմ։ Արություն քահանա Շմավոնյանը ինքը շատ խորհրդավոր անձնավորություն է։ Հարություն Շմավոնյանը ծնվել եւ մեծացել է Թավրիզում, պարսկահայ է, այսինքն 1606-ից 9 թվականներին Շահ Աբասի քշած հայերից է։ Արարատյան դաշտավայրը Շիրակով լրիվ դատարկեցին, տարան Սպահան, Թավրիզ եւ ծաղկեցրեցին Պարսկաստանը։ Այդ հայերից է։ Թավրիզում ծխական դպրոցը փայլուն ավարտելուց հետո նա հակվում է դեպի մոգերը, պարսիկ մոգերը կամ զրադաշտական հեթանոսական փիլիսոփայություն եւ նրանց մի խմբի հետ գնում է Հնդկաստան ու այնտեղ սարերում անմիջապես խորանում է իսկական հնդկական արիական գաղափարների մեջ, կարիական փիլիսոփայության մեջ ինքը հեթանոս էր այնտեղ էլ կազմում է ընտանիք 4-5 երեխա է ունենում, որոնցից երկուսը 90-ական թվականներին մեկ մյուսից հետո վարակի պատճառով մահանում են եւ նա
երկու խոշոր գործ է ձեռնարկում, մեկը ազդարարը, մյուսն էլ ուրբաթագիրքը, որ տպում է եւ ասում է սա իմ երկու ցավերի դարմանը պիտի լինի դեղը եւ մոտ 40 տարեկան հասակում ժողովուրդը դիմում է վեհապարին այն ժամանակվա կաթողիկոսին կարծեմ Սիմեոն Ջուղայացին եւ դրանց խնդրանքով մադրասում համայնքի հոգևոր առաջնորդ է նշանակում, ավելի ճիշտ ընտրում են իրենք պարսկահայերը այնտեղի մադրասի հոգևոր առաջնորդ ընտրում Հարություն Շմավոնյանին, որին տալիս են միանգամից քահանայի կոչում, մադրասում այն ժամանակ 30,000 հայ կար իր շրջապատում եւ մեծ համայնք կար եւ ոգևորված ինքը խնդրում է եւ տեղի բաները մեծահարուստները հարգելով իրեն անգլիայից բերում են շրիֆտներ կամ հատուկ ձուլված այդ մեքենաները եւ նա հավաքելով հնդիկ բանվորների միանալ ձերքի վրա սկսում է հավաքել ազդարար հանդեսը ազդարար նշանակում է իլուր աշխարհի Novosti Mira Daily News հնդիկերն ասում են Բիշո Բարթա աշխարհի նորություններ ազդարարը թարգմանում են Բիշո Բարթա եւ որոշում է առաջինը տպել ամսաթերթ ջուղայերենով այստեղ իմ ձեռքին մրցանակի վերևում ասում այն երևակայական կերպարն է որ մտածում են ինքն է իրեն շատ խորհրդավոր մարդ է ծանր զրկանքների փիլիսոփայական պայքարի երկունքների մեջ է անցկացրել կյանքը բայց իրենց հետո նկար չի թողել երևի համեստությունն է բերում եւ մոտարապես այդպիսի նկար առաջին անգամ միայն նրա համար նկարել է մեկ հոգի Մինա Անանյանը նախկին ժուրնալիստ Գառնիկ Անանյանի աղջիկը սա Հարություն Շմավոնյանն է որն նկարել է եւ նկարելուց մեկ ամիս հետո 33 տարեկանն մահացել է Մինան եւ այս նկարը հատուկ իրեն նվիրեցին հանրային գրադարանին իսկական ազդարարը տպեց ընդամենը 2 տարի 18 համար շատ դժվարությամբ որովհետեւ եւ թուղթներ թանկ եւ ինքը տպագրություններ թանկ եւ ինքը դժվար էր ապրում հարկավոր էր ինքը իրեն եւ պահեր եւ տպագրությունը շարունակվեր բայց ինքը ազդարարը միացած փայլուն աստղի տպավորություն թողեց այնտեղ բոլոր այս ժամանակվա լուսավոր հայերը հիմնականում ռուսական ազդեցության տակ ընկած լուսավոր հայերը բոլորը գաղտնանուններով նյութեր էին տպում այդ հանդեսում նույնիսկ մի քանի երիտասարդական խմբեր կային խմբակներ մադրասում եւ մյուս տեղերում Կալկատայի մադրասում եւ Բոմբեում որոնք հատուկ նյութեր էին ուղարկում եւ գաղտնանունների տակ այսպես ծածկագրված ձևով որպեսզի ինչով էր պայմանավորված էր որ իրենք շատ մեծ շատ հայեր ունեն Պարսկաստանում իրենց ազգակիցները Պարսկաստանում էին մոտ 1 միլիոնի չափ Հարություն Շմավոնյան 2 տարի հետո տեսնելով որ այլևս այդ թանկարժեք գործողությունը չի կարող օգուտ բերել կանգնեցեց եւ սկսեց ուրբաթագրքեր տպել ուրբաթագրքեր սրբերի սրբադասություններ թարգմանություններ որոնք շատ անգամ ավելի լավ էին վաճառվում եւ կարելի է ասել 1825 թվականին մահանալուց առաջ նա արդեն տեղի մեծ հարուստներից մեկն էր դարձել Իմիջիայլոց նրա տղաները նաեւ տպարան բացեցին Սինգապուրում Ինդոնեզիայում իսկ ծորանծորները երևի 30 տարի մասում Շմավոնյաններ կային տպարանի տնօրեններ էին հիմա միայն այդ տպարանի հուշերն է մնացել եւ մի քանի Շմավոնյաններ տարբեր երկրներում մի Շմավոնյան նկարիչ կա շատ հայտնի որը գտնվում է Երևանում իսկ իրանից հետո շարունակեց ազդարարը
Ազդարարը շարունակվեց 1950-55 թվականին Զեբեյդա Ջոն Հանանյան անուն ազգանով Լոնդոնում կրթություն ստացած 5 տարի տպեց ազդարարը անգլերենով որպես ամսաթերթ ու էլի կասեցրեց որտեղ ազդարարը տպելը դա պատվաբեր գործ է բայց բիզնես չի եկամուտ չի բերում նվիրյալ է պետք դրա համար ինչպես ասենք մեր հայրենիքի պաշտպանությունը պատվաբեր գործ է բիզնես չի եւ նվիրյալներով է պահում սահմանները նույն ձեւին ազդարարը սա էլ է սահման սա էլ է հայրենիքի սահման 2008 թվականին վերատպեցին ազդարարը հայերեն եւ անգլերեն լեզուներով Պարոն Մարդիկ առաջի անգամ երբ իմացաք ազդարարի մասին Եվ մենք արդեն ինստիտուտում գիտեինք, երբ որ սովորում էինք։ Ազդարար համահայկական հանդես ինքը ժամանակ գինել է կոչվել համահայկական հանդես, թե այդ հետո դուք Չէ, ինքը ազդարարը համարում էր ամսաթերթ։ Ամսաթերթ։ Հա, այդպես էր, իրենց լեզու, ճյուղայի լեզով, ես մի հատված կարդամ առաջին խմբագրականից, առաջին խմբագրական, ահա։ Նպատակ ունենալով օժանդակել ուսումնականներին հարմար գտած ձեր ազգասիրության համար հրատարակել միամսյա տետրակ, այն կոչելով ընթերցողներին տեղի ունեցող լուրերը։ Նույն ամսվա ընթացքում թերթերի, քարտեզների և գրքերի անհրաժեշտ արժեքները ազդարարող, իսկ թերթի վերջում, տետրի վերջում, տալով հաջորդ տարիների մի օրացույց սրբերի տոները, ծննդյան օրերը, լուսնային օրերը, պարունակող և այլն։ Այսինքն նա համարում է տետր, միամսյա հրատարակել միամսյա տետրակ։ Պարոն Մարդիկ, մի քիչ կպատմեք այդ ծերկա ազդարարի հետ ու ոնց է ամեն մի հանդեսը թողարկվում, ինչ դժվարություններ կա, ամենամեծ դժվարությունը դա պատասխանատվությունն է։ Այս ամսագիրը մենք կարող ենք շատ հեշտ տպել։ Դարձնել որևէ մեկի օլիգարխի սեփականություն կամ կուսակցության դարձնելու նրա հավանավորությամբ տպել, ամսական 2 հատ է կտպել։ Նյութ շատ կա տպելու։ Ամեն մի նյութը մենք մշակում ենք գիտնականների, ակադեմիկոսների հետ բոլորի հետ խորհրդակցելով եւ վախելով հանկարծ կուտ չգնանք որևէ մի օլիգարխի։ Չկորցնենք։ Այսինքն դուք հովանավոր ունեք, չունեք հովանավոր։ Ոչ, մենք հովանավոր չունենք։ Ամեն համար տպելուց հետո թևերից քշտում ենք եւ սկսում ենք աշխատել բոլոր արտադրողների, ոչ թե կուսակցությունների, կազմակերպությունների, օլիգարխների, չէ, արտադրողների հետ եւ սփյուռքում էլ նաեւ այն սփյուռքահայերի, որոնք գիտեն ինչ է ազդարարը, որ փոխադարձորեն իրենց ներկայացնենք ամսագրում մի քանի էջտանք եւ փոխադարձորեն փակեն ծախսերը։ Սա է։ Ծախսերը թանկ է, որտեղ մենք ուզում ենք գունավոր եւ խոսող էջեր դնել, գունավոր եւ խոսող էջեր, եւ դրա համար կարող ենք սես սպիտակներ, բայց ոչ կարթային, ոչ նային, ոչ էլ վանտային։ Եվ մենք գլխավոր նպատակը հայապահպանությունն է։ Առաջ դնում էինք հպարտենք, որ հայ ենք։ Հիմա կարելի է դնել, որտեղ հայ կա, օռա Հայաստան։ Վիլյամ Սարյանի խոսքերը։ Աշխարհում քանի երկիր է կնում ազդարարը, ձեր տպագրած։ Որտեղ մեծ համայնքներ կան բոլոր տեղերը, Հնդկաստանում, որ տպում էի, այնտեղ շատ լավ համակարգված էր փոստային առաքումը, եւ տպում էի շատ բարակ թղթի վրա, այնպես որ ամսագիրը գցում ենք հազիվ իջնում էր գետի, ինչպես մետաքսը։ Եվ բոլոր երկրները, բոլոր համայնքները Ավստրալիայից մինչև Կանադա բոլորը ստանում էին։ Այսինքն երբևէ չեք ուզենա օրինք էլեկտրոնային տեսք ունենա։ Արդեն կայքը նվիրել են մեզ։ Կայքը նվիրել են մեզ Արամ Բրոնսոն ուսանող է, հիմա սովորում Ամերիկա հայ է, սովորում է բանում ամերիկյան համալսարանում վերջի կուրսում նա հատուկ մշակել է արդեն ժամանակ երիքի արդեն անգլերեն հայերեն էջերը նաև ռուսերեն ֆրանսերեն էջերը մենք կլսնենք հիմքը մնա տպագրությունը եւ տպագրությունը լինի եւ նա լինի եւ նաև մեծ չափով մեզ կողքնեն ասենք ձեր նման նվիրյալների այս հաղորդումները որ անում ենք
հարցազրույց եք վարում, հաղորդում եք տալիս։ Իմ խնդրանքով, Սերգոյցյանի խնդրանքով Լևոն Տոկմաջյանը նաև հիմնեց երրորդ Հարություն Շմավոնյանը որպես մրցանակ, այսպես։ Որին մենք արժանացանք։ Հարություն Շմավոնյանն այս մրցանակը, որ ամեն տարի հոկտեմբերի 16-ին մամուլի օրը մենք լավագույններին աշխարհում, մեկնել մեր խորհրդի կազմը որոշեցինք նվիրել ձեզ, որին արժանի եք իհարկե։ Շնորհակալ ենք շատ։ Ասեմ, Հարություն Շմավոնյան 2010 թվականին ստեղծվեց այս մրցանակը, այս մրցանակից գնացել է Ամերիկա, Ուրուգվայ, Հնդկաստան, Իրան, Լիբանան, Սիրիա եւ Հայաստան եւ Գյումրի։ Առաջ անգամ մտել է Գյումրի։ Հարություն Շմավոնյան առաջ անգամ Գյումրիում հանգրվանել է ձեր մոտ։ Պարոն Մարտիկ, ինչ հետագա պլաններ ունեք։ Ազդարարը ինչ հետագա ճանապարհ է ողջերել անցնելու։ Մենք պիտի տարին 4-ից 6 հատ տպենք, կուզեի նաև ազդարար տպել հայերեն լուծերեն, հայերեն ֆրանսերեն ձևերով, մենք նպատակ ունենք, այլ նպատակներ ունենք, հիմա մենակ Սեդրակ Մամուլյանի հետ մենք սկսել ենք հավաքել եւ կազմել հայ խոհանոցի առագիտարան 10 հատորով, որ աշխարհում ոչ մի ժողովուրդ չունի։ Արդեն 4 հատոր մշակել ենք, Շիրակի միջև Շիրակի տարածք դեռ չենք եկել, պետք է գանք։ Հատ բոլոր կերակուրները սկսած ձեր Քյալայից մինչև Վալան, այո, այդ բոլոր կերակուրները ինքը սարքում է, նկարում է, թարգմանում է հայերեն, անգլերեն, ուրիշ լեզուներով, տեղադրում է։ Ափսոս ես չբերեցի, ձեզ նվեր կբերեմ բոլոր հատոր։ Հիմա պատրաստում ենք Տաուշի հատորը, հետո Վայոց ձոր, Լոռի, հետո Շիրակ Արագածոտը։ Շատ կարևոր գործ է, շատ։ Ես երբ որ ժամանակ միայն Ֆրանսիան ունի հանրագիտարան, մեկ հատորով 137 բանը մեջ է։ Չկա աշխարհում։ Մեր հարևանները կսիրեն, չէ՞, մեր ուտեստները դարձնեն իրանցը։ Այո։ Այդ շատ կարևոր է, իմ համար շատ կարևոր է, ոնց որ երաժշտական գործիքները, մեր կոմպոզիտորները, մեր կուսանները, մեր աշուղները, մեր ազգային, մեր ժողովրդական երգերը, նույնն է մեր խոհանոցը, որ նոր մի հատ առավելություն ունի, որ այդ գրքերը խոսող գրքեր են։ Այսինքն QR կոդ ենք դնում ամեն ճաշատեսակի, ամեն պատրաստվածի վրա եւ QR կոդով կարող են հեռախոսով համակարգիչով նայել ինչպես է Սեդրակ Մամուլյանի խմբով պատրաստում այդ կերակուրը։ Մեծ սիրով ինչպես օրինակ ես էլ իմ ահա ձեր էջն է, խնդրեմ։ Հարություն Շմավոնյանի մոտ, այո, Հարություն Շմավոնյանի մոտ ձեր էջն է, մի QR կոդով ձեր արմաունն է եւ ռադիոկայանը, մյուս QR կոդով այդ միջոցառման ժամանակ ձեր պարգևատրում եւ միջոցառման ընթացքը։ Այո։ Այդ մարդիկ որտեղից ձեռք բերեն ազդարարը։ Չի վաճառում, հազիվ պիտի շատացնենք, խելաց հետաքրքիր միտք էր։ Պիտի շատացնենք, շատ աշխատենք ինտերակտիվ տարածքում, այսինքն ինտերնետ կոչված համացանցում տեղադրենք եւ համարները եւ բաշխենք ըստ բաժինների նյութերը եւ ուղղորդենք մարդկանց այնտեղ։ Facebook-ում արդեն գնում է ազդարարը, ազդարար Մարտիկ Սարգսյանով եւ մյուս տեղերում պիտի ակտիվացնենք, որտեղ թղթային տարբերակը հազիվ հասցնում ենք համայնքներ, ինստիտուտներ, հեսա շատացնում ենք նաեւ դպրոցներին տանք, ձեր նման կենտրոններ մշակութային, որ միշտ ունենաք ձեր ձեռքին ուղղորդվի։ Սիրելի ռադիո լսող, սիրելի հեռուստադիտող, ասեմ, որ Ռադիո Վան Գյումրիի եւ Armon TV հյուրն էր մեր շատ սիրելի Մարտիկ Սարգսյանը, պատմաբան, ազատամարտիկ, տպագրիչ եւ վերածնունդ տվող ազդարարին լավ մնացեք, կհանդիպենք։ Ստեսություն։ Շնորհակալ ենք շատ։